Вообще շատ տխուր է, որ մեր հասարակության մեջ լիքը ինչ-որ հավես մարդիկ ակամայից ճնշված են հասարակության կողմից ու չեն կարողանում կամ շատ դժվար են ինքնա բացահայտվում ու ինքնա արտահայտվում, որտեղ հասարակությունն դաժե եթե ճիշտ հասարակության անդամները եթե դաժե ոչ կոնկրետ ինչ-որ անձանց ուղղված, բայց ընդհանուր ինչ-որ նորմալի ու աննորմալի, ընդունելի ու անընդունելի ինչ-որ սահմաններ են ստեղծում, որ այն մարդիկ, ովքեր իրանց տեսնում են այդ ընդունելիից դուրսի մեջ, շատ հաճախ դաժե չգիտակցված իրանց թույլ չեն տալիս բացահայտվեն, որ համ իրանք հասկանան իրանք ով են ու ինչի են ընդունակ, համ մյուսները դա տեսնեն։ Պարզ է իհարկե, մենակ մեր հասարակության մեջ չի տենց, բայց մեր հասարակության մեջ ավելի շատ է այդ, քան լիքը ուրիշ տեղեր, որտեղ լիքը ուրիշ հասարակություններում ավելի բաց են այդ սահմանները ընդունելի ու ինքնաարտահայտման, որ մեծ հաշվով ով ինչ ուզում կարող անի, ով իրան ոնց ուզում է կարող դրսևորի, ու այդ շատ չի անհանգստացնում ուրիշներին, իսկ մեր մոտ մի քիչ շատ են բոլորը ամեն ինչ ընդունում որպես իրանց անձնական ինչ-որ հարց, իսկ ուրիշի հագնվելը, ուրիշի զբաղմունքներն ու հետաքրքրությունները կամ առավելևս ուրիշի օրիենտացիան մարդիկ շատ սուր են տանում ու այս պրոս չեմ ջոգում ոնց է այդ կպնում էլի մարդկանց մեծ հաշվով։ Ես կամ հասկանամ, թե խիա սուր ռեակցիա, երբ որ ինչ-որ մեկի օրիենտացիան տարբերվում է տենց մեծամասնությունից, բայց մեծ հաշվով ում ինչ է խանգարում էլի, то есть եթե այդ մարդը, որ քեզնից տարբերվում է ինչ-որ բռնություն չի գործադրում քո հանդեպ, որ քո կամքին հակառակ ինչ-որ բան անի, այդ դեպքում վրոձի խնդիր չեմ տեսնում, իսկ բռնությունը ինքը իրանով բացասական բան է էլի, անկախ նրանից թե ինչ օրիենտացիայի մարդ է դա անում, հենց որ եթե այդ բանը հանենք, բռնության ֆակտորը, երբ որ պրոստը մարդիկ իրանց համար ապրում են, ինձ անձամբ вообще չի խանգարում ու չի մտահոգում, որտեղ ես չգիտեմ ես ինչի համար պետք է մտահոգվեմ էլի, то есть մարդիկ ինչ որ շատ հաճախ ասում են, որ գեյ պրոպագանդա է ու նման բաներ, ինչը մի քիչ դժվար է հասկանալ էլի իրականում, եթե մի քիչ խորանաս, թե ինչ է իրանից ներկայացնում գեյ պրոպագանդան, նույն եթե այդ մարդիկ տենց են ծնվում կամ տենց են դառնում, որտեվ իրանց մեջ կար այդ բանը, հակումը, հա, իրանց սերի մարդկանց հավանելու, այդ դեպքում ինչ պրոպագանդայի մասին է խոսքը, էլի, то есть պրոպագանդա մարդիկ ընկալում են, որ եթե երկու հոգի նույն սերի մարդ իրար զգացմունքները չեն թաքցնում, դա պրոպագանդա է, բայց անձամբ ին վրա 0% է ազդել նման պրոպագանդան, ու ինձ թվում է դա կարա ազդի մենակ այն մարդու վրա, ով որ այդ հակվածությունը կար իր մոտ ի սկզբանե, իսկ եթե այդ հակվածությունը իր մոտ կար, այնա թո տենց էլ լինի, իրան գոնե ավելի լիարժեք կզգա այդ մարդը, որ կարտահայտի իր զգացմունքներն հենց ոնց զգում է ու չի թաքցնի, իսկ այն մարդիկ, ում մոտ այդ հակումը չկա, իրենք вообще բան չունեն էլի, այդտեղ անհանգստանալու բան իմ պատկերացմամբ, то есть նման բանը պրոպագանդելը, դա ոնց որ եթե ես պրոպագանդեմ տղամարդ լինելը կանանց մոտ, ինչ որ կանայք նույն տրամաբանությամբ պետք է վախենան, որ կարող է իրանք տղամարդ դառնան դրանից, բայց մեծ հաշվով ինչքան էլ ես մարդկանց թե իմ շրջապատում, թե իմ շրջապատից դուրս вообще չեմ դատում նման կրիտերիաներով, որ որոշեմ ում հետ շփվել, ում հետ չշփվել, բայց կոնկրետ մեր երկրում ես հասկանում եմ ինչից է այդ սուր վերաբերմունքը, ու ինձ թվում է դաժե սուր վերաբերմունքը այդ ու նման լիքը հարցերի կամ ոչ նման լիքը հարցերի ժամանակի ընթացքում էլի այդ սերությունը պակասում է, ինչին ես ուրախ եմ,
Դաժե ոչ թե այն տեսանկյունից, թե ես որ հայացքներն եմ կրում, այլ այն տեսանկյունից, որ առհասարակ ավելի քիչ քննադատող հասարակություն լինի, որ ամեն մեկը պրոստը իր համար ապրի ու փորձի ավելի շատ կենտրոնանալ նրա վրա, ինչից որ հենց իրան անձամբ լավ կլինի, ոչ թե կենտրոնանա ուրիշների վրա, ու կենտրոնանա նրա վրա, թե իր պատկերացմամբ ուրիշները ոնց պետքա ճիշտ ապրեն։ Причем даже sense ինչ որ խնդիրներից խոսալուց, չնայած որ ինձ էլ է լիքը հարցերում, լիքը բաներ տհաճ եւ այլն, բայց ես դրա հետ մեկտեղ ժողում եմ, որ ինձ այն տակ տեղից է գալիս, որտեվ ես համեմատ լիքը մասաների մարդկանց շատ ավելի ընդունելի եմ հասարակության համար ու ընդունված եմ հասարակության կողմից, ու դաժե այդ պարագայում ես մեկը ինչ որ տհաճությունների հանդիպում եմ, լիքը ինչ որ մտահոգող բաներ կան, ուր մնաց այն մարդիկ, ովքեր ավելի ինչ որ փոքրամասնություն են կազմում ինչ որ մի բանի մեջ, ու դրա համար ես հասկանում եմ շատերի ձգտումը երկրից գնալու, որ գնալ ավելի ինչ որ բաց հասարակություն, որտեղ ավելի ընդունված կլինեն մարդիկ, ավելի հեշտ կլինի իրանց, ու ինչ որ չափով իմ մոտ է կա այդ ցանկությունը ու առաջ շատ ուժեղ ա եղել, հիմա ավելի շատ ոնց որ վատ չէր լինի, եթե հնարավորություն լիներ թեկուզ ինչ որ ժամանակով ուրիշ տեղ ապրել, բան հաստատ դա հավես կլիներ դրանից, բայց առաջ բրամ շատ էր այդ ձգտումը, որտեղ ես զգում էի, որ ստեղ ինձ լիքը հարցերում հավես չի, ու այդ հարցերում ուրիշ տեղեր ես շատ ավելի հանգիստ ինձ կզգամ, ինչը նենց է համապատասխանում է ճշմարտությանը, պրոստը այն մոմենտը կա, որ եթե նշում ներսում մտա ինչ որ մի բան խառը, դու ուրիշ տեղ որ գնաս, ներսիդ այդ խառը վիճակը մենական մնալու է, էլի, եթե դու ներսիդ հարցերը չես լուծել։ Քեզ կարող է ինչ որ հարցերում ընդ կոմֆորտ լինի, բայց դա մեկը հարցի լուծում չի։ Հիմքից չես լուծում էլի հարցը, այլ հետևանքի հետ ես փորձում մի բան անես։ Պլյուս ես նաև գիտակցում եմ, որ ուրիշ երկրում լիքը բաներ հաստատ շատ ավելի հավես է լինելու, քան ստեղ, բայց միևնույն ժամանակ լիքը բաներ կա, որ ստեղ մենք ապրելով ինչքան ուզում ես դու ես հասարակության մեջ ճնշված երևան ես կոմենկոմ, բայց եթե դու ստեղ ես ապրել, մեծացել քո կյանքը անցկացրել, լիքը բաներ կա, որ դու դաժե կարող ես չնկատես, թե ինչքան կարևոր են քո համար ու ինչքան մեծ տեղ են զբաղեցնում քո կյանքում, ու ուրիշ տեղ դա չկա։ Բայց դու ֆիքսվելով այն նրա վրա, թե ինչն է քեզ ստեղ նեղում, գնում ես այնտեղ, որտեղ որ այդ դրան քեզ չի նեղելու, ու չես գիտակցում, որ դրա հետ մեկտեղ լիքը ուրիշ բան կորցնելու ես։ Հենց որ դաժե գնալու ցանկության դեպքում պետք է այդսա հաշվի առնել, որ գնալով մենակ չես ձեռք բերելու, էլի, լիքը բաներ կորցնելու ես։ Ու պլյուս այն կարևոր բանը կա, որ ես ճոգում եմ, որ ուրիշ տեղ գնալը ինքը կարա քեզ լավ զգալու ինչ որ անվանենք երջանկության, ինչ որ ճանապարհի մի մաս լինի կամ ուղղություն լինի, բայց ինձ թվում է, որ սա կարևոր բանը, այն ամեն ինչ որ կատարվում է, ինչ որ խնդիրներ, մտահոգող բաներ եւ այլն, դա քո ներսում պետք է լուծես։ Դաժե եթե հասարակությունը քո վրա ճնշում է գործադրում, դու թույլ ես տալիս, որ այդ ճնշումը ներթափանցի քո մոտ, էլի, ու եթե մարդ կարողանա այնքան ուժեղ գտնվի, որ իր ներսը այդքան բաննի, ներսի վրա այդքան աշխատի, ու գա ինչ որ հանգստության մի հատ լեվելի, այդ դեպքում ինձ թվում է կապ չի ունենա այդ մարդը вообще այս երկրում է, թե մյուս երկրում է, թե вообще 4 պատի մեջ փակված է, ոնց որ պարզ է, որ արտաքին բաները մեզ սնուցում են շատ, բայց սնուցում են մեր ներսը, ու այդ խնդիրներն է որ կան, ի սկզբանե էլի մեր ներսում են, բայց մենք փոխարենը կենտրոնանանք այդ ներսի վրա, այդ խնդիրները փորձենք ներսից լուծել, մենք փորձում ենք միջավայր փոխել ու նման ինչ-որ բաներ, ինչը вообще մաքսիմալ հասկանալի է ու ընդունելի է, որտեվ իրականում ներսի հետ աշխատելը շատ ավելի դժվար է, քան դրսի, բայց նաև շատ ավելի էֆեկտիվ է ու ինչ որտեղ տանող է, էլի։
Պրոստը իմ մոտ կա տպավորություն, որ արտաքին ինչ-որ բաներ փոխելուց շատ հաճախ ոնց որ մենք պրոստը ինչ-որ նոր բաներ ենք ձեռք բերում, նոր զբաղմունքներ, նոր միջավայր, նոր մարդկանց մեր շուրջը, ու այդ սաղ շատ հավես է, որտեվ նոր է ու նորը միշտ հետաքրքիր է, բայց դրա հետ մեկտեղ հարց է, թե ինչքանով է այդ դրանից մեզ հենց հիմնովին լավ, իսկ ինչքանով ենք մենք պրոստը մեզ այդ նոր բաներով կուրացնում, որ ուշադրություն չդարձնենք այն հիմնական խնդիրների վրա, որոնք կային։ Պրոստը տենց ինչ-որ նոր բաներ ձեռք բերելը ինչ-որ չափով իրանց մեջ ոնց որ գարանտիա ունեն, որ ինչ-որ գոնե պստիկ, բայց պստիկ դոզաներով, բայց ինչ-որ լավ բան կստանաս, իսկ ներսի վրա աշխատելը ոնց որ ինչ-որ ճանապարհը, որը չգիտես ուր է տանում ու ինչ-որ միտեղ կտանի թե չէ, ուղղակի հույս ունես, որ լավ կլինի, ոնց որ երևի այն էլ է, պետք է էլ էլի։ Մենակ ներսի վրա խորանալով է ինձ թվում է շատ հեշտ է գժվել պրոստը, բայց մենակ դրսի վրա կենտրոնանալով է շատ հավանական է, որ հեշտ է հիասթափվել ամեն ինչից։ Պլյուս որ ժամանակն էլ է քիչ, вообще պետք է արագ ջոգես կենտրոնանաս, ճիշտ ջոգես ինչի վրա կենտրոնանաս, էլի որի վրա աշխատես, որ քեզ լավ լինի, որտեղ տենց առանձնապես շատ բան չունես, հնարավորություններ չունես, էլի ոնց որ շատ տարբեր բաներ փորձելու։ Կարող մի բանի վրա կենտրոնանաս շատ երկար, ջոգես դրանից քեզ լավ չի, բայց ջոգես որ արդեն տենց տարիքդ մոտենում է նրան, որ դժվար ինչ-որ ուրիշ ճանապարհով հասցնես երջանկության գնալ, որտեվ հեսա այսօր եկուցես էլի։ Ու աշի ժամանակի հետ ինչ-որ նոր գիտակցություններ են գալիս տարբեր տարիքների հետ։ Բարձր է տարիք ասելով հենց նես չի կոնկրետ թիվն է, բայց ավելի շատ քո ժամանակը ես աշխարհում անցկացրած ու թե ինչքան բան ես ստացել այդ ժամանակի ընթացքում, այնտենց этап տարբեր ինչ-որ գիտակցություններ են գալիս։ Ու ես առայժմ չի ասի, որ այնտենց ինչ-որ տարիք եմ ունեցել, որը կասեի, որ վատն էր խոսքի, բայց տարբերվում են իրարից 100%, то есть ինչքան դեպի 30 ես մոտենում, այդ շատ ուժեղ տարբերվում է 20-ից։ Բայց ասել, որ մեկը լավ է, մյուսը վատ, էլի սուտ կլինի, որտեվ այս պահին, որտեղ որ ես գտնվում եմ, ինձ պրինցիպի կոմֆորտ է, ինձ հետաքրքիր է ու ես ջոգում եմ, որ ես մաքսիմալ ես եմ իմ կյանքի կտրվածքով էլի ու հավանաբար 10 տարի հետո էլ ավելի ես կլինեմ, քան հիմա։ Դրա համար դժգոհել ես չեմ կարող։ Բայց մյուս կողմից իհարկե 20 տարեկանի միամիտ ինչ-որ խենթ վիճակներն չկան, ու ավելի դախ ես դառնում։ Բայց դեռ մեծ հաշվով դախ ես դառնում 20 տարեկանի համար։ Դու ինքդ քո համար օքեյ ես, պրոստը երբ որ քեզ նայում ես 20 տարեկանի աչքերով, դաժե հիշելով թե դու ոնց էիր 20 տարեկանում ու պատկերացնում ես ոնց դու կնայիր հիմա քեզ, քո հիմիկվա վիճակին, նժոգում ես որ դախու ես էլի, ոբշի տենց մի քիչ զանուդ ես դառնում, բայց հիմիկվա տարիքի մեջ դու դա չես ընկալում որպես զանուդություն, այլ ընկալում ես որպես որ դու մի քիչ ավելի շատ բան ես ջոգում, քան 20 տարեկանում էիր ջոգում։ Այսինքն քո այս վիճակը որ կա, դա ավելի իրական վիճակ է, ոնց որ ավելի շատ բան ջոգող մարդու վիճակ է։ Ու 10 տարի հետո բնականաբար իմ հիմիկվա վիճակն եմ հիշելու, մտածեմ, որ հիմա հիմար էի։ Դրա համար ամեն տարիքում է երևի հավես է, էլի։ Չգիտեմ ձեր ժամանակը ոնց է։ Ինչ որ բաներում երևի էլի հավես է ու ավելի հավես է, քան հիմա, լիքը բաներում հաստատ ավելի վատ է, բայց այդ մյուս լիքը բաներում դաժե 30-ին մոտենալուց ավելի վատ, քան 20-ում, օրինակ նույն առողջական նման ինչ-որ հարցեր, պրոստը լավ է, որ այդ ամեն ինչը սովորաբար, եթե ինչ-որ շատ վատ դեպքեր չի, լինում է աստիճանաբար, չի լինում կտրուկ, որ խոսքի դու մեկ է այսօր իմացար, որ ինչ-որ խնդիր կա, տենց էլ է իհարկե լինում, բայց այն հիմնական տարիքի հետ եկող խնդիրները որ կան, չգիտեմ, ինչ-որ պրոստը, որ դու ավելի դու այդքան շարժունակ չես, ինչքան 20-ում, այդքան էներգիչնի չես, շնչառությունդ էլ այդքան լավը չի, որտեվ
Դաժե եթե օրը 3 հատիկ սիգարետ ես ծխում, մեկը ինչ որ չափով է ազդում, չգիտեմ, մեջ կտա ցավում, սկվազնյակի տակ ընկնելուց ավելի շուտ ես հիվանդանում, չեմ ասում ինձ ծեր մարդու պես էլի, բայց համեմատած քո 20 տարեկանի հետ էլ այդքան ամեն ինչ լավ չի։ Բայց քանի որ այդ ամեն ինչը աստիճանաբար է տեղի ունենում, դու այդքան ծանր չես ստանում, որտեվ ցենց этап անցնում ես դա ամեն ինչի հետ, ինչ որ բանի մեկ է գիտակցում ես, որ հիմա դու սենց ես, բայց գիտակցում ես, որ մի տարի առաջ էլի սենց էիր, բայց մի քիչ պակաս, դրանից մի տարի առաջ էլի մի քիչ պակաս, ու տենց արդեն որպես քո մի մաս ես այդ ամեն ինչը ընդունում էլի, չես ընկալում որպես վայ ինչ եղավ։ Դրա համար կա տպավորություն, որ հետագայում էլ ասենք ավելի մեծ տարիքում, տենց դեպի ծերություն գնալուց էլի լրիվ նույն ձև է ցախ ընդունելու ես, պրոստը մենակ ինչ որ բայրի երևի հետ նայելուց է, որ կարա ծանր լինի ու ինչ որ ափսոսանք զգաս, որ էլ ընենց չես, բայց քո այս պահի վիճակից ինձ թվում է երբեք չես դժգոհում, որովհետև միշտ այդ վիճակը քո հետ զուգահեռ աճում ու զարգանում է, էլի։ Քո հետ զուգահեռ անցնում այն ճանապարհը, որ դու ես անցնում, տենց երկուսով մի բան եք դառնում, էլի։ Դրա համար ես ոբշի դժգոհ չեմ այդ ամեն ինչից, բայց այն ինչ ինձ դուր չի գալիս, այդ այն է, որ մյուս մարդիկ էլ իմ հետ զուգահեռ են մեծանում ու ծերանում, ինչ որ մարդկանց ծերությանը ես պրոստը ուրախ չեմ, որովհետև պրոստը ինչ որ սիրած մարդիկ են, ու ընդհանուր էլ դաժե անծանոթ մարդկանց մեծանալը որոշ դեպքերում չի ուրախացնում, որովհետև ավելի դժվար է դառնում քո համար կողակից ընտրելը, կամ պրոստը զույգ կողակից մի քիչ շատ պապի բառը, էլի պրոստը մարդ, ում հետ որ կուզես լինել, որովհետև ու այդ այն մոմենտով չեմ ասում, էլի որ մեծերը միշտ ասում են ինչքան մեծանում ես, այնքան դժվար է, որովհետև քթիմազ ես դառնում, բան ես կոմենկոմ, то есть ես չեմ կորցնում ինչ որ մարդկանցով հիանալու իմ ունակությունը, էլի, ու սիրելու ունակությունը, պրոստը ոնց որ ես նայում եմ շուրջը ու տեսնում, որ այն աղջիկները, ովքեր որ ինձ հետաքրքիր են, մեծամասամբ, չեմ բացառում вообще ոչ ոք, բայց մեծամասամբ մոտավոր իմ տարիքի են, միգուցե ինձից մեծ են։ Բայց ես ջոգում եմ իհարկե, որ կա նաև, չգիտեմ, 20 տարեկան աղջիկների մեջ եկան, որ իրանց տարիքի, ասենք, ընդհանուր միջին վիճակագրականի համեմատ շատ ավելի հասուն են, ու դու տարիքային տարբերությունը կարես չզգաս, բայց մեծամասամբ ասում եմ իմ տարիքայինների շուրջ է իմ հետաքրքրությունը, բայց իմ տարիքայինները իմ հետ զուգահեռ սկսում են ձեռք բերել կնճիռներ, ինչ-որ փոփոխություններ արտաքինի, մարմնի եւ այլն, ինչը ես չեմ կարող ասեմ, որ տգեղ է կամ նման բան, որոշ դեպքերում դա շատ սիրուն է, բայց ես նաեւ ջոգում եմ, որ մարդու արտաքինի ամենապիկը հետև սուտքին երիտասարդ տարիքում է, ու հիմա ընկնում ես այդ երկու քարի արանքեր, որ դու ջոգում ես, որ ինձ հետաքրքիր է ու ձգում է այս մարդը, ով որ իմ տարիքի է կամ ինձից մեծ է, ու ես գիտեմ, որ ես իրան կարամ 100%-ով սիրեմ ու տրվեմ իրան, ու տրվեմ այդ հարաբերություններին, ու ոչ իմ սաղ լավ ու լավ կարա լինի, դες նեն չի ես այդեղ ինչ-որ իմ բան թերագնահատում կամ համարում եմ, որ վատ է, բայց միևնույն ժամանակ ես գիտակցում եմ, որ դաժե այդ մարդու ինքը իրա լավագույն վիճակում չի գտնվում այլևս արտաքնապես էլի կամ ֆիզիկապես, ինչը նենց չի տենց կատաստրոֆիկ խնդիր է, հենց մի դրա վրա կարելի է աչք փակել, բայց всё-таки այդ միտքը մեկը կա ուղեղում, էլի որ սենց ասում ես, ոբշի հա ամեն ինչ շատ լավ է, բայց ես գիտակցում եմ, որ ինչ որ ժամանակ առաջ, տարիներ առաջ իմ ընտրություն կատարելուց ավելի մեծ էր հավանականությունը, որ ամեն ինչը այդ մարդու կլներ իր լավագույն վիճակում, էլի։ Ու նույնձև իհարկե ես էլ ուրիշ մարդկանց համար, ես է ջոգում, որ ավելի երիտասարդ ես, ինչ որ առումներով ավելի լավն էր, քան հիմիկվա ես։ Ինչ որ առումներով հիմիկվա եսն ավելի լավը, քան եղա։
Բայց երբ օրինակ ես 24 տարեկան էի, իմ եւ ֆիզիկականը եւ հոգեկանը երկուսը գտնվում են իրենց այդ 24 տարեկանի պիկի վրա։ Իսկ հիմա իմ հոգեկանը գտնվում է իր պիկի վրա, իսկ իմ ֆիզիկականի պիկը մնացել է 24 տարեկանում։ Այդ դրա մասն է խոսքը։ Որ դա չանչի որպես ինչ որ վատ զզվելի բան, хотя մեջը տենց նոտաներ կան, ես ինքս էլ եմ զգում, բայց նաև դա իրականությունն է, то есть այն որ մեր դիմացի մարդիկ, մեր սիրած մարդիկ կարան այլևս այդքան սիրուն ու հաճելի չլինել ֆիզիկապես, ինչքան որ ինչ որ ժամանակ առաջ, այդ ցավոք սրտի փաստ է։ Ու դա բարձրաձայնելը ամենահաճելի բանը չի, բայց դա եթե պետքա փաստերից խուսափենք, էլ խենք вообще խոսում ինչ որ բան, խենք մտածում вообще ինչ որ բան, նա կարելի է խոսալ այն ինչը որ արդեն որոշված է, որ լավ է խոսալ։ Դա չգիտեմ ինչքանով իմաստ կա այդ իլյուզիայի մեջ ապրել, էլի որ մենք միշտ գեղեցիկ ենք, կապ չունի դու 45 տարեկանում էլ կարաս լինես մաքսիմալ աշխույժ ու սիրուն ու նման ինչ-որ բաներ, չէ, դու կարաս 45 տարեկանում լինես մաքսիմալ աշխույժ ու սիրուն 45 տարեկանի համար, բայց ոչ 25-ի։ Ու ինձ թվում է ինչքան այդ իլյուզիան չլինի, այնքան մենք էլ հետև կտանենք տենց բաները, էլի։ Ոնց որ արդեն սաղս կընդունենք, որ դե հա, այս տարիքում արդեն նենց չի ոնց այն վաղտ, բայց դա ոչ թե վատ է, այլ այդ փաստ է ուղղակի այդ տարիքի հետ զուգահեռ եկած ինչ որ բան է, ինչպես եւ այն, որ տարիքի հետ զուգահեռ ինչ որ բաներում է ավելի լավն ես։ Դրա համար երևի պրոստը պետքա ընդունես քեզ քո հոգեվիճակի ու տարիքի ու ամեն ինչի հետ մեկտեղ որպես մի հատ ընդհանուր բան ու փորձես լինես նենց ոնց դու քեզ զգում ես ներքուստ, ինչ էլի վերադառնալով սկզբին դժվար է, երբ որ հասարակությունն ու չգիտեմ բարեկամներ ու չգիտեմ ում մոտ ինչ դեպք է ալնում, բայց ինչ որ տարբեր մարդկային զանգվածներ ինչ որ ձև ճնշում են։ Բայց մյուս կողմից որ հետ ես նայում, պրոստ ճոգում ես, որ 10 տարի առաջ այն ճնշումը, որ դու ստացել ես, նենց չի քո համար ինչ որ կատաստրոֆիկ ու ճակատագրական է, էլի։ Հա վատ է, հա տհաճ է, ինչ որ հետ կա թողում, բայց չես մեռել դրանից։ Իսկ եթե չես մեռել, ուրեմն կարելի է երևի տենց բաներ ավելի թեթև տանել, ինչքան թեթև տանես, այնքան ավելի այս պահի կյանքդ լավը կլինի։ Ու ես չեմ ուզում ծանր տանողների ծանրությունը արժեզրկեմ, որտեղ շատ լավ հասկանում եմ, խի կարելի է ծանր տանել, բայց նաև հասկանում եմ, թե խի լավ կլինի, եթե կարողանաս ծանր չտանել։